Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 13 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, հայտնել են քննչական կոմիտեից։ Նրանց թվում են քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռները Նարեկ եւ Գևորգ Ղուկասյանները, նաեւ անչափահասանց։ Քրեական վարույթը նախաձեռնվել է 3 օր առաջ, երբ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին էին ձերբակալում։ Նրա աջակիցները հավաքվել էին քաղաքապետարանի մոտ, երբ Ղուկասյանին ձերբակալեցին ու տեղափոխեցին Երևան, Գյումրի բերված մեծ թվով ոստիկանների ու Ղուկասյանի աջակիցների միջև բախում եղավ, որի արդյունքում էլ եղան բերման ենթարկվածներ։ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցերը 2025 թվականի հոկտեմբերի 16-ի եւ հոկտեմբերի 17-ի վճիռներով բավարարվել են։ Դատական ակտերն օրինական ուժի մեջ չմտնելուց հետո հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ընդհանուր 11.307.000 դրամ։ Այս մասին հայտնում են գլխավոր դատախազությունից։ Հիշեցնենք, գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումներ էր ներկայացրել հակակոռուպցիոն դատարան ընդդեմ 2 ֆիզիկական անձանց չվճարված հարկային պարտավորությունների հետևանքով պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջների մասին։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն գնդապետ Գևորգ Մխեյանը նշանակվել է հանրապետական զինվորական կոմիսար։ Գնդապետ Գեղամ Մարտիրոսյանը նշանակվել է հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ, կորպուսի հրամանատարի տեղակալ։ Գնդապետ Արծվիկ Գրիգորյանը նշանակվել է հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ։ Այս մասին հայտնում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Ռուսական անօդաչու թռչող սարքերը հոկտեմբերի 22-ին երկրորդ գիշերն անընդմեջ հարձակվել են Ուկրաինայի մայրաքաղաքի վրա, վիրավորելով 4 մարդու, հայտնել են տեղական պաշտոնյաները։ Կիևի ռազմական վարչակազմի ղեկավարը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերը վնասել են մի քանի բնակելի տներ եւ այլ շենքեր։ Նախորդին գիշերն ամբողջ երկրի տարածքին ավիահարվածներ էին հասցվել, ինչ հետևանքով զոհվել էր առնվազն 7 մարդ։ Էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներ էին եղել։